Բարև ձեզ հարազատներս, այսօր մի կարևոր թեմայից եմ խոսելու ազգային արժեք ունեցող կրծքով կերակրելու մասին, կարող է լսեք կրծքով կերակրելն այդքան էլ հետաքրքիր թեմա չի, բայց պատմելու եմ ինչ կարևորություն ունի երեխայի համար, նորածնի համար, մոր համար եւ ինչպիսի արժեք է ներկայացնում մեր ազգի համար։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Գիտեք երևի, որ դասավանդում եմ ավանդական բժշկական համալսարանում, ունեմ 3 խումբ հնդիկների, խմբերս մեկը մեկից լավը, ու բոլոր ուսանողներս կիսամյակում 2 ինքնուրույն դասախոսություն պիտի կարդան, սա շատ կարևոր է իրենց զարգացման համար, օրինակ ես շատ ցավում եմ, որ ինձ 4-րդ կուրսում չեն տվել, որ ես դասախոսություններ կարդամ, քանի որ ինքնուրույն երբ որ դասախոսություն ես կարդում, հասկանում ես դա ինչ է իրենից ներկայացնում, լավ ես պատրաստվում, որ կարողանաս մնացածներին բացատրես քո գիտելիքները, պարտավորեցնումը եւ այլն շատ կարեւոր է, ու հիմա պատմելու եմ տղաներից մեկին ընկել էր թեման, որ կրծքով կերակրելու կարեւորությունը, ու տեսեք ինչպիսի հետաքրքիր ձևով է սկսել իր դասախոսությունը։ Ասում է, որ երբ որ ես փոքր էի, ֆիլմեր էի դիտում, հնդկական ֆիլմեր, որ չար մարդը կանչում է գլխավոր հերոսին ու ասում, եթե դու քո իսկական մորկաթն ես գրել, արի ինձ հետ մրցի, արի ինձ հետ պատերազմի եւ այլն, ու հերոսը իրոք գալիս ու պատերազմում ու հաղթում էր։ Ասում եմ, ես նոր հասկացա դա ինչ էր նշանակում, ու եթե դու քո իսկական մորկաթն ես գրել, ուրեմն կարող ես հերոս դառնալ։ Սա իրոք շատ կարևոր թեմա է, կուզեմ, եթե լսեք միջև վերջ, հասկանաք կարևորությունը, կիսվեք, կամ եթե ձեզ հետաքրքիր չի թեման, կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր ծննդաբերելու են, ծննդաբերում են, որ կարողանան հասկանալ ինչպիսի կարևորություն ունի այս թեման, ու մեր երկրի իհարկե խնդիրներից եմ պատմելու այս թեմայի վերաբերյալ։ Ուրեմն, գիտեք երևի, որ ռեստորանները, որ շատ լավ զարգանում են, իրենց պարգևատրում են Միշլենի աստղ են տալիս։ Հատուկ կատեգորիա կա, պետք է հասնի այդ Միշլենի աստղ ձեռք բերելու, երևի գնացել եք այդպիսի ռեստորաններում ընթրիք եք ունեցել, ուրեմն ծննդատաններն էլ այդպիսի մի սերտիֆիկատ ունեն, կոչվում է միջազգային առողջապահության կազմակերպությունն է տալիս այդ սերտիֆիկատը, որը կոչվում է մանկան բարյացակամ ծննդատուն։ Այնքան բոլոր հետազոտությունները, բոլոր միջազգային կազմակերպությունները եկել են այն եզրակացության, որ կրծքով կերակրելուց լավ բան երեխայի համար չկա։ Ու այդպիսի սերտիֆիկատներ են տալիս ծննդատներին, ով պահպանում է այդ կրծքով կերակրելը, 12 կրիտերիա կա, եթե ծննդատունը պահպանում է այդ կրիտերիաները, իրեն տալիս են այդպիսի սերտիֆիկատ։ Այն ծննդատունը, որում ես աշխատում եմ Մոսկվայում, ուներ այդ սերտիֆիկատը, կտեսնեք, որ ծննդատանը վրա գրված է լինում մանկան բարյացակամ կլինիկա, baby friendly hospital, կամ ռուսերեն գրված է այ մոռացել եմ ռուսերեն, կհիշում, կթարգմանությունը կգրեմ, մտքիցս թռել է։ Մի խոսքով սա շատ կարևոր, ու չգիտեմ, մեր երկրում կարծես թե չունենք այդպիսի կլինիկա, որ ունի ՄԱԿ-ի սերտիֆիկատ, 12 կրիտերիաներ են, որ պիտի կլինիկան պահպանի, ու այս տեսահոլովակներից իմաստը նրանում է, որ մենք չսպասենք ՄԱԿ-ը գա մեզ սերտիֆիկատ տա, այլ մենք ինքներս հասնենք նրան, որ ՄԱԿ-ը գա զարմանա։ Տեսնես, ինչ է կատարվում այս երկրում։ Շատ կարևոր է։ Ոչ միայն կտեսնեք երեխայի ու մոր համար, այլ նաև ազգի համար։ Ուրեմն ինչ են այդ կրիտերիաները իրենցից ներկայացնում։ Առաջինը, որ մշակված լինի կրծքով կերակրելու կարևորությունը, պատերին փակցված լինեն, բոլոր աշխատողները, թե բուժքույրները, թե բժիշկները այդ դասախոսությունները կարդացած լինեն, լսած լինեն, այդ դասախոսությունները ինչպիսի կարևորություն ունի կրծքով կերակրելը, թե մոր համար, թե երեխայի համար, եւ կիրառեն դա իրենց պրակտիկայում։ Մեր մոտ իհարկե կրթությունը շատ կաղում է, այս տեսահոլովակը, որ պատմում եմ, սա հերիք է լինելու, կարծում եմ 2 տեսահոլովակում ամբողջությամբ կպատմեմ այն, ինչ պետք է իմանա ամբողջ ազգը կրծքով կերակրելու մասին։
Բժիշկները ինչ պիտի իմանան, բուժքույրերը ինչ պիտի իմանան, մեր մոտ ինչ խնդիր է, քանի որ տարբեր կրթությունների անձնավորություններ են, անկիրթից սկսած, արդեն պատմում եմ զարգացած երկրները ինչով են տարբերվում զարգացող երկրներից, որ այնտեղ հսկողություն կա, այնտեղ ոչ գրագետ բժիշկը չի կարա բժիշկ աշխատի, ոչ գրագետ բուժքույրը չի կարա բուժքույր աշխատի, հսկողություն կա։ Զարգացած երկրներում հակառակն է։ Մեր մոտ ինչ է տեղի ունենում, գալիս են մտնում պալատ, ծննդկանին ասում, այս շշով կերակրի, մյուսը ասում է սոսկայով կերակրի, մյուսը ասում է սոսկա մի վերցրու, գժվացնում ծննդկանին, այսպիսի բան չպիտի լինի, բոլորը պիտի նույն կրթվածությունը ունենան, նույն զարգացվածությունը ունենան այս թեմայի շուրջ, որ գան նույն բանը ասեն բոլորը։ Ու այդ կլինիկաներում, որտեղ որ մանկան բայրացակամ կլինիկաներ կան, բոլորը իրենք գնում են դասախոսությունները լսում են ու նույն խորհուրդներն են տալիս, երբ որ կինը կանչում է, բոլորը կարող են ունակեն օգնել կնոջը, կրծքով կերակրելու խնդիրները բոլորը օգնեն լուծել, ինչը հնարավոր է։ Առաջի կրիտերիան դա է, առաջի երկու կրիտերիաները։ Հաջորդ կրիտերիան նա է, որ կիրառենք դա։ Առաջի բանը, որ մենք պետք է անենք ծննդաբերելուց հետո երեխային անմիջապես դնենք կնոջ կրծքի վրա մաշկը մաշկին։ Սա շատ կարևոր է։ Տեսած կլինեք, որ արդեն կլինիկաներ կան, որ երեխային ծննդաբերելուց հետո դնում են մոր որովայնի վրա, բայց շորեր են հագցնում, մայրն է շորեր հագած լինում, ոչ, մաշկը մաշկին շատ կարևոր է։ Ուրեմն մաշկը մաշկին սա այնքան կարևորություններ ունի, բացի կրծքով կերակրելուց, որ երեխան մոր օրգանիզմից դուրս է գալիս 36.6 ջերմաստիճանն է, դուրս է գալիս 24-25 ջերմաստիճան, իր մոտ այդ ջերմաստիճանների տատանումներից թթվածինը ընկնում է օրգանիզմում։ Դրա համար երեխային ծննդաբերելուց հետո մի անգամից չորացնում ենք ու դնում մոր որովայնին կրծքին եւ մի տակ շորով փակում երեխային։ Ուրեմն մաշկը մաշկին շատ կարեւոր է։ Երեխայի նյարդային համակարգն է կարգավորում, սա ոչ միայն այդ ծննդաբերելուց հետո, հետագայում, որ մայրը երեխային կերակրում է, պիտի մաշկը մաշկին հպած, ոչ թե ամեն մեկը շորեր հագած կրծքով կերակրում են, ոչ, մաշկը մաշկին շատ կարևոր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաներում մաշկը մաշկին կերակրում են, ավելի քիչ են լացում, ավելի քիչ աղիքային խնդիրներ ունենում եւ այլն, սրանք ապացուցված են։ Ուրեմն ծննդաբերելուց հետո առաջի ժամը կոչվում է ոսկե ժամ։ Սա շատ կարևոր է, որ այս առաջի ժամում կինը կարողանա կերակրել երեխային, հնարավորություն ունենա երեխային կերակրել։ Դրա համար որ դնում ենք մոր որովայնին, անպայման երեխան պետք է կուրծքը վերցնի։ Ոչ բոլոր տեղերում են իհարկե սա, այս հնարավորությունը կնոջ տալիս, մեր նման երկրներում սա դժվար չէ բոլորովին, ոսկե ժամ է կոչվում։ Ինչի է պետք, սա օգնում է այդ կաթի արտադրության հիմքը դնել։ Սա շատ կարևոր, այն հղիներս, որ ծննդաբերում են կեսարյան հատումով, սովորեցնում են, որ այնքան դուք ծննդաբերելուց հետո տարել են ռեանիմացիա, դուք երեխայի հետ չեք շփվում, բայց ժամը կամ 2 ժամը մեկ փորձեք կթել ինքնուրույն կրծքերը, ստիմուլյացիա է, որ կարողանա կաթ արտադրվել։ Ոնց որ հիմքը պետք է արդեն առաջի ժամում դրված լինի։ Այսպիսի մի հետաքրքիր բան եմ լսել, որ եթե կինը անտառում ծննդաբերի, ոչ մեկ չլինի կողքը, այդ երեխան ծննդաբերվելուց հետո ինքը գնալու է դեպի մոր կուրծքը ու սկսի ինքնուրույն կաթ ուտել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա։ Ոնց որ հատուկ պայմաններ ստեղծենք, որ դա չիրականանա։ Սա մի ուրիշ կարևորություն էլ ունի, որ այն մամաները, որ ծննդաբերելուց հետո երեխային թողում են մահճակալի վրա գնում են բաղնիկի գործեր անում, գալիս է սարսափահար լինում, քանի որ երեխան կարող է գլորվել ընկնել մահճակալից։ Դրա համար երբ որ դուք երեխային թողում եք մենակ, անպայման պետք է տեղադրեք իրեն երեխայի մահճակալ, որտեղ մահճակալ ունի կողքեր, որ չի ընկնի այնտեղ։ Կամ եթե երեխայի հետ պարկել եք, ձեզ թվում է թե չեք քնի, բայց շատ մամաներ հոգնած են լինում ու քնում են, անպայման երեխան պետք է պատի կողմ լինի, որ հանկարծ չընկնի երեխան։ Այդ փոքրահասակների տրավմաներն էլ կարողանանք կանխարգելել։ Ուրեմն կրծքով կերակրել այս առաջի ժամը հասկացանք, որ շատ կարևոր է։ Մաշկը մաշկին շատ կարևոր է։ Մյուս կրիտերիան, որը մանկան բայրացակամ կլինիկաները ունեն, ու մեր կլինիկայում, որ Ռուսաստանում աշխատում էի, մի ուրիշ ձևով դա
պահպանվում էր ու դա դրա մեջ շատ մեծ դեր է խաղում գլխավոր բժիշկը։ Այ գլխավորները, մեր գլխավոր ղեկավարները շատ խնդիրներ ունենք իրենց հետ կապված, ուրեմն գլխավոր բժիշկը գիտեինք, որ եթե գլխավոր բժիշկը մտնի մի որևէ պալատ, տեսնա սոսկա, շիշ տեսնա, ամբողջ հերթապահ թիմը աշխատանքից զրկվելու էր։ Ուրեմն հիվանդանոցներում չպիտի լինեն այդպիսի բաներ, սոսկաներ, ընդհանրապես պետք չի, որ դրանք լինեն։ Ու եթե ծննդաբերելուց, եթե կերակրվող երեխային պետք լիներ, որ մանկաբույժը նշանակեր արհեստական սնունդ, մանկաբույժը պետք է գար ինձնից, եթե ես էի գինեկոլոգը այդ օրվա, ինձնից էլ թույլտվություն վերցրել, թուղթ էր գրում, որ այս երեխային իրոք լեզվի հետ խնդիր ունի, չի կարողանում կուրծքը բռնել, իրոք պետք է արհեստական սնունդ։ Ես էլ պիտի ստորագրեի, որ հա իրոք ես էլ եմ գնացել տեսել, որ այս երեխան չի կարողանում կուրծքը բռնել, նոր կարողանար ինքը արհեստական սնունդ տալ երեխային։ Այդքան հակացուցված է արհեստական սնունդ տալը, հիմա ես պատմելու եմ ինչի համար է հակացուցված։ Ուրեմն պիտի իմանաք, որ այս տեսահոլովակը նկարահանում եմ իհարկե հասուն երեխաների համար մասին, ովքեր որ ինքնուրույն ծննդաբերվել են ու առողջ են, եւ մայրն է առողջ եւ երեխան է առողջ։ Այսինքն երեխան ռեանիմացիայի կարիք չունի եւ մայրը ռեանիմացիայի կարիք չունի։ Դա եմ նկատի ունեմ առողջ։ Իհարկե բոլորս մի ինչ-որ խնդիրներ ունենք առողջական։ Ուրեմն երեխան պիտի իմանաք, երեխան ինչքան շատ կաթ ուտի մոր կրծից, այդքան շատ կաթ է արտադրվելու։ Առաջի խնդիրը, որ մենք արհեստականորեն առաջացնում ենք, դա երեխային արհեստական սնունդ ենք տալիս եւ իհարկե ինչքան շատ երեխան ուտի արհեստական սնունդ, այդքան քիչ մոր մոտ կաթ կարտադրվի ու հետագայում կասենք, վայ կաթից լավ չունի, լավ կաթ չունի։ Առաջի բանը, որ մայրը պիտի հասկանա, որ ինչքան շատ երեխային կերակրեց, այդքան շատ կաթ է ունենալու, այդքան շատ բավարարված է լինելու երեխան կաթով։ Մեր երկրի խնդիրները պիտի թվարկեմ, որ հասկանանք, որ ինչքան ենք հեռու այդ մանկան բարյացակամ կլինիկաներ ունենալուց։ Առաջի խնդիրը դա կշերքներն էր, արդեն տեսահոլովակներ ունեմ, որ պատմել եմ ծննդաբերության 3 շրջանները, մեր մոտ կշերքների խնդիր կա։ Հնադարյան կշերքներ են, որ գրամներով չեն տալիս երեխայի կշիռը ծննդաբերվելուց հետո։ Մեր մոտ որ տեսնակ երեխաները ծնվում են 2,6, 2,7, 2,8 կամ լավագույն դեպքում 2,750, 2,650, այդպիսի բան չպիտի լինի, գրամներով երեխան պիտի կշռվի առաջին օրը, ծննդաբերվելու առաջի րոպեներին։ 2,675, 2,679, սրանք շատ կարևոր են ու պատմելու եմ ինչի համար է կարևոր։ Ուրեմն առաջի 3 օրը մոր մոտ արտադրվում է շատ խիտ կաթ, կոլոստրում է կոչվում այս կաթը, որը շատ լավ նյութեր է պարունակում, դրա մասին առանձին պատմելու եմ, բայց քանակը քիչ է։ Ու դրա հետևանքով երեխան դից կաթը արտադրվում է, խիտ կաթը արտադրվում է առաջի 3-4 օրը, հետո 4-5-րդ օրը արդեն փոխվում է ու սովորական կաթ է արտադրվում։ Այս ընթացքում այս 3-4 օրը երեխան քաշը կորցնում է, սա կարող է կորցնել ու սա շատ նորմալ երևույթ է։ Նորմալ 7% իր նախնական քաշից երեխան կարող է կորցնել։ Հիմա որ այդ 7%-ը ճիշտ հաշվենք, մենք պիտի նախնականը ճիշտ թիվը իմանանք, ոչ թե կլորացնենք դեպի վերև, հետո իջացնենք, ասենք, որ շատ քաշ կորցրեց երեխան։ Մեր երկրի կարևորագույն խնդիրներից մյուսը նա է, որ մեր մանկաբույժները ֆինանսապես շահագրգռվածություն ունեն այդ արհեստական կաթերը տալ, արհեստական սնունդը տալ երեխաներին։ Սա հանցագործություն է։ Հանցագործություն, դրանից մեծ հանցագործություն երկրի նկատմամբ ոչ մեկ չի կարող անի, քան արհեստական կաթ տալ երեխային, երբ որ նա դրա կարիքը չի զգում։ Մամաներն էլ դե սիրում են, որ տեսնում են այդ գովազներում, որ երեխաները սիրուն երեխաներ են դնում, իրանց թվում է, որ իրանք այդ կաթը տվեցին, իրանց երեխան այդտեն սիրուն երեխա է լինելու։ Երեխան առողջ պիտի լինի։ Ամենակարևորը երեխայի մոտ դա ուրեմն այս կրծքով կերակրելը հղիության, ծննդաբերելու հետ հավասար առաքելություններ են։ Սրանք շատ կարևոր է, որ մայրը իմանա, սա որ առանձին ազգային արժեք ունեցող աշխատանք է, որ դուք կատարում եք, ու ոչ մի աշխատանք չկա, որ դուք դուրս գաք գնաք այդ աշխատանք անեք, ես երկրի համար ավելի կարևոր լինի, քան առողջ սերունդ տալես երկրին։ Դուք էլ առողջ սերունդ ունենաք, մենակ երկիրը չի դրանով բավարարվելու, այլ դուք առաջին հերթին այդ պատմելու եմ դուք ինչ օգուտներ ունեք այդ կրծքով կերակրելիս։ Ուրեմն արհեստական սնունդ չենք տալիս։ Ուրեմն երեխան, օրինակ, եթե երեխան ծնվել է 2 կիլո 600 գրամ, առաջի 3-4 օրը ինքը կարող է 260 գրամը դա շատ է, արդեն 10%-ը համարվում է շատ։
շատ քաշը շատ է իջել։ Դրա համար մենք նախնականը շատ ճիշտ թվեր պիտի ունենանք, որ ճիշտ հաշվարկենք, տեսնանք ինչքան կարող ենք սպասել, որ երեխան իր քաշը հավաքել։ Ուրեմն առաջ 3-4 օրը քաշը մի 7% իջնելու է, հետո 1-2 շաբաթվա մեջ ինքը արդեն սկսելու է այդ քաշը վերականգնելու է ու արդեն սկսի աճել։ Ոնց իմանաք, որ երեխան նորմալ քանակի սնունդ է բավարար է իրեն կաթը, որ տեսնում եք երեխան միզում է։ Առաջի օրերին երեխան ուտելու է 8-ից 12 անգամ, սկզբնական շրջանում շատ է ուտում, ու միզելու է 5-6 անգամ միզելու է օրվա մեջ, 3 անգամ էլ կարող է կեղտ ուտել։ Սա համարվում է, որ ինքը մանավանդ եթե քաշն էլ դեպի վերև է գնում, սա բավարար է երեխային։ Ոչ մի նորից եմ ասում սոսկաներ, արհեստական շշեր չի կարելի տալ երեխային, եթե ամեն ինչը գնում է իր ճիշտ հունով։ Իր ճիշտ հունով գնալը դուք պիտի իմանաք, արդեն այս տեսահոլովակից, որ ես ձեզ բացատրում եմ, դուք պիտի իմանաք, որ երեխան 7% կարող է քչացնել, հետո երբ որ արդեն նորմալ կաթը սկսում է գալ, բավարար քանակի, երեխայի քաշը արդեն սկսելու է աճել։ Իսկ բավարար քանակի կաթ, որ արտադրվի, դուք ինչ պիտի անեք, հաճախ կերակրեք երեխային։ Ուրեմն սա սովետական միությունը չի, որ ասեն, որ այս ժամին պիտի կերակրեք, հիշում եք, որ առանձին մամաների բաժանմունք կար, երեխաների բաժանմունք կար, հիմա այդպիսի բան չկա, մանկական, բարյացակամ կլինիկաներում մամաներն ու երեխաները միասին պիտի լինեն, հնարավորինս իհարկե, միասին պիտի լինեն ու կերակրում ենք ըստ երեխայի պահանջի։ Լավ մամաները, ուշադիր մամաները չեն սպասում երեխան լացի նոր կերակրեն։ Իրանք արդեն երեխայի շարժումներից գիտեն, որ երեխան արդեն սկսում է ձեռքը լպստել, լեզուն հանել, կուրծ կմանգալ, իրանք արդեն գիտեն, որ պիտի երեխային կերակրեն ու դնում են անմիջապես կրծքին։ Ուրեմն քանի որ մենք ժամ չունենք, որ ասենք այս ժամից այս ժամը պիտի կերակրվի, ըստ երեխայի պահանջի պիտի կերակրվի երեխան, դրա համար մամային ասում ենք այդ ժամը կարող է 2 րոպե տևել, կարող է 2 ժամ երեխան ուզի կուրծ կուտել, դրա համար հարմար, չէ, 2 ժամ չի ուտում, բայց հարմար դիրք պիտի ընդունի կինը, հասկանա, որ սա մեծ առաքելություն է, մեծ աշխատանք է։ Դու որ կրծքով կերակրում ես, արգանդդ կրճատվում է, արգանդը այդ մեծ արգանդից պիտի կրճատվի, դառնա մի բռունցքի չափ։ Կրծքով կերակրելն է օգնում, որ դու արունահոսություն չունենաս հետծննդյան շրջանում։ Քաղցկեղի կանխարգելում է, դրա մասին առանձին զրուցելու եմ։ Այդ մոր մանկան կապը մեծանում է, ուժեղանում է, դրանից կնոջ մոտ քիչ է դեպրեսիա լինում։ Կինը մտածում է իր օրգանիզմի դեֆորմացիաների մասին, որ եղել է, հորմոնալ փոփոխություններ է լինում։ Կինը եթե որ ծննդաբերեց, հորմոնների անկում է տեղի ունենում, դրանից բարձր է հավանականություն, որ կարող է դեպրեսիա լինել, այս կրծքով կերակրելը, հասկանալը, որ սա կարևորություն է։ Շրջապատը, որ հասկանա սա ինչքան կարևոր պրոցես է կնոջ համար, որ չխանգարեն, ստրեսները կարող են կաթը քչացնել, որ բոլորը ինքն էլ շրջապատն էլ հասկանան, որ սա ինչ արժեք ունեցող աշխատանք է, պայմաններ ստեղծեն, որ կինը կարողանա հանգիստ նստել ու կերակրել իր երեխային։ Սա կրիտերիաներից մեկն է, որ կարողանանք հասնել մանկան բարյացակամ կլինիկաների։ Արհեստական կաթը, կաթի մասին որ խոսեմ, ինչքան օգտակար է երեխայի համար, կարող եմ մինչև մյուս առավոտ խոսել։ Կաթը այնքան կարևոր է երեխայի զարգացման աճի համար, որ համարվում է առանձին օրգան։ Այդքան կարևորություն, ոչ թե կրծքագեղձն է համարվում առանձին օրգան, սա մոր առանձին օրգան է, բայց այս կաթը այնքան կարևոր է, որ երեխայի համար համարվում է առանձին օրգան։ Բնական հակաբիոտիկներ է պարունակում, որ երեխային պաշտպանի մանրեներից, նյութեր է պարունակում, որ երեխային պաշտպանի վիրուսներից, մոր իմունային բջիջներ է պարունակում, որ երեխային պաշտպանի լավացնի հիվանդություններից։ Աղիների աշխատանքն է կարգավորում, որ դեռ զարգացած չեն, այդ կաթը պիտի, մոր կաթը պիտի ուտի, որ աղիները զարգանան, այնտեղ նորմալ բակտերիաներ աճեն, որ պաշտպանեն այս երեխային։ Սիրտանոթային համակարգն է լավանում, նյարդային համակարգ, այն երեխաները, ովքեր մոր կաթն են կերել, իրանց մոտ IQ-ն բարձր է, զարգացվածությունը, լավ սովորելը, շատ կարևոր է մոր կաթն ուտելը։ Այն հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ով կրծքով կերակրվել են, ավելի քիչ են հիվանդանում, ավելի քիչ են հիվանդանոց պարկում, ուրեմն ամեն մի ամիսը 4%-ով իջեցնում է հիվանդանոց պարկելու հավանականությունը, ամեն մի ամիս կերակրելը։ Երեխաների ասթմա, ալերգիկ բարդություններ, չեմ կարա թվարկեմ,
շատ կարևոր է, որ նորածինների հանկարծամահությունն է իջացնում։ Այն կինը, որ ասում է, որ ինքը կրծքով չի կերակրելու, գլուխը դատարկ է։ Այսքան այս էլեմենտար ինֆորմացիան չգիտի, որ սրանից կարևորագույն բան չկա այս երեխայի համար։ Ոչ մի արհեստական սնունդ չի փրկում մանրեներից, վիրուսներից, չաղացնում է երեխային։ Այն երեխաները, ովքեր մոր կաթ են ուտում, ավելի քիչ են ճարպակալում ունենում, ավելի քիչ են, դա հետագա դրական կողմերն են կրծքով կերակրելու, որ ճարպակալում քիչ են ունենում, սիրտանոթային հիվանդություններ քիչ են ունենում, դիաբետ եւ այլն։ Ուրեմն շատ կարևոր է կրծքով կերակրելը։ Երևի սրանով տեսահոլովակը մի հատ էլ պատմեմ, երևի երկու մասի բաժանեմ, որ դիտելու լինի, մոր համար ինչ կարևորություն ունի այս կրծքով կերակրելը, բացի տրամադրության, դեպրեսիայի, արգանդի կրճատումը, նաև քաղցկեղի ռիսկն է նվազեցնում։ Սա ինչ ոնց հասկանանք, ոնց կարող է կրծքով կերակրելը իջեցնում է համ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, համ ձվարանների քաղցկեղի ռիսկը։ Ուրեմն ձվարանները շատ հետաքրքիր է, համ ծննդաբերություններն են ձվարանի քաղցկեղի ռիսկը, հղիությունն ու ծննդաբերությունը նվազեցնում, համ կրծքով կերակրելը։ Ու սա շատ հեշտ է հասկանալ։ Գիտենք, որ ամեն ամիս կնոջ մոտ տեղի ունենում ձվազատում, այսինքն ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից եւ որ հանդիպի սպերմատոզոիդի հետ։ Այս ձվազատումը մեխանիկական տրավմա է ձվարանի համար, այսինքն ֆոլիկուլը պատռվում է եւ ձվաբջիջը դուրս է գալիս, որ հանդիպի սպերմատոզոիդին։ Առաջներում երևի սրանից 50 տարի առաջ կանայք շատ էին ծննդաբերում։ Հղիություն 9 ամիս, ծննդաբերություն, հետո կերակրում էին կրծքով, հետո մյուս հղիությունը եւ այլն։ Անհամեմատելի շատ են հիմա ձվարանի քաղցկեղները, քան 50-60 տարի առաջ։ Ինչի, որովհետև հիմա կանայք գրեթե չեն ծննդաբերում, կան ծննդաբերում են 1-2 երեխա եւ կրծքով էլ չեն կերակրում։ Կինը, երբ որ հղիանում է 9 ամիս, ծննդաբերում է եւ հետո կրծքով կերակրում, այս ընթացքում կնոջ մոտ ձվազատում տեղի չի ունենում։ Այդ մեխանիկական տրավման տեղի չի ունենում։ Դրա համար ենթադրվում է, որ հենց դա է պատճառը, որ հիմա այս ձվարանների քաղցկեղի շատացել է այս աստիճան։ Այսքան այսօր, մյուս տեսահոլովակում կշարունակեմ կրծքով կերակրելու կարևորությունը, ազգովի կուզեմ բարձրացնենք այս հնարավորությունները մեր երկրում, չսպասենք ՄԱԿ-ը գա, մեզ ստուգի, տեսնա, մեզ խորհուրդներ տա, ես փոքրուց մեծամտություն եմ ունեցել, սա ինձ օգնել երևի իմ աճում, որ միշտ մտածել եմ ՄԱԿ-ը ինչի պիտի գա ինձ ցույց տա, ես ինչ պիտի անեմ, եթե ես ինքս կարող եմ դրան հասնել։ Եկեք ձգտենք երկիրը զարգացնելու։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։